Ողջունում եմ ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության առաջնորդ, առաջարկ Հայաստանին դաշինքի անդամ Սուրեն Սուրենյանցի հետ։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց։ Բարև ձեզ։ Պարոն Սուրենյանց, այսօր տեսա, որ դուք եւ Գագիկ Ծառուկյանը համատեղ ձեր դաշինքը մեծ քարոզարշավ իրականացրեց, մեծ հանրահավաք երթ Աբովյանում, ընդհանուր ինչպիսի էներգետիկա ստացաք, ինչ արդյունքներ կարող է գեներացնել, այդ երթը։ Շնորհակալություն նախ մի ուղում, առաջարկ Հայաստանինը մեր ծրագրի անունն է։ Այդ ծրագրի շուրջ Բարգավաճ Հայաստանից բացի միավորված են նաև Մայր Հայաստան կուսակցությունն ու Դեմոկրատական այլընտրանքը մեր։ Մայր Հայաստանն ու Դեմոկրատական այլընտրանքը ընտրություններին մասնակցում են Մայր Հայաստան ծրագրի շրջանակներում Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակով։ Իսկ համամասնական ցուցակի անունը ԲՀԿ է մեր։ Հիմա ես քիչ առաջ եմ վերադարձել Աբովյանից, իսկապես շատ մեծ էներգետիկա ունեցող բազմահազարանոց հանրահավաք էր։ Ըստ էության սա մեր քարոզարշավի մեկնարկն էր։ Հիմա էլ հազարավոր քաղաքացիներ էլի հրապարակից չեն ծրվել, որովհետև հանրահավաքից հետո սկսվել է համերգը։ Մենք ներկայացրել ենք մեր քաղաքական թեզերը, քաղաքական ելույթներ են հնչել պարոն Ծառուկյանի կողմից, իմ կողմից, նաև Կոտայքի մարզի պատգամավորության թեկնածուների կողմից։ Ես կարծում եմ բավականին տպավորիչ մեկնարկ էր այս բավականին մրցակցային ու լարված քարոզարշավի համար։ Փաշինյանը եւս քարոզարշավ է իրականացնում, արդեն այդ քարոզարշավի շրջանակներում բազմաթիվ համայնքներում է եղել, իշխող ուժի քարոզարշավը ինչպես է գնահատում։ Իշխող ուժի պարագայում ամեն ինչ պարզ է, ըստ էության Փաշինյանը այդ քարոզարշավը արդեն 1 տարի է մեկնարկել է, երբ որ նա տարբեր պատրվակներով մեկնում էր մարզեր կամ մայրաքաղաքի տարբեր հաստատություններ, էլ կրթվել է նորաձև է շարժման շրջանակներում, էլ հակաեկեղեցական կամպանիայի շրջանակներում, որպես վարչապետ վերջին մի տարում ինքը ավելի շատ PR-ով է զբաղվել եւ ադմինիստրատիվ ռեսուրսը հենց հաճախ ծառայեցվել է նախընտրական այս տրամադրություններին։ Գիտեք, իշխանությունը ակնհայտորեն ոչ մրցակցային միջավայր է ձևավորում, որտեղ իրենց պարագայում մենք տեսնում ենք թե վարչական ռեսուրսի չարաշահում, թե տեսնում ենք այն բոլոր երևույթները, որոնց դեմ իբրև ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պայքարում էր, այսօր իրենք անում են։ Իհարկե դա ավելի ժամանակակից տեխնոլոգիաների մատուցմամբ են արվում, էլի այդ լայվերն են օգտագործվում, տարբեր գործիքակազմեր, բայց մեծ հաշվով ասել, որ իշխանության կուսակցության բնույթը շատ փոխվել է եւ ինքը մրցակցային ընտրությունների ջատագով է, կնշանակի կոսկել իրականությունը, մանավանդ տեսնում ենք, որ այդ եվրոպական գագաթաժողովերը Հայաստանում անցկացվեցին, որոնք երկրի համար էլի որևէ առարկայական արդյունք չբերեցին, եթե չասենք, որ պրոբլեմներ են հարուցել, օրինակ մենք տեղյակ ենք Ռուսաստանից հնչող հայտարարություններին, բայց այդ եվրոպական գագաթաժողովներն էլ ծառայեցին որպես նախընտրական նվեր Նիկոլ Փաշինյանին։ ԲՀԿ-ի նկատմամբ դեռևս կարծես թե ճնշումներ չկան կամ եթե կան կարող եք դուք ասել, բայց ընդդիմադիր ուժերից մյուսի, օրինակ ուժեղ Հայաստանի նկատմամբ կան քրեական հետապնդումներ տարբեր գործիչների, ինչպես եք գնահատում իշխանությունների այս վարքագիծը, դրանք իրավական պրոցես են, թե այնուամենայնիվ ընդդիմությանը ճնշելու դեպքեր։ Նախ սկսենք նրանից, որ Հայաստանում մաքուր իրավական պրոցես չկա։ Ես ընդհանրապես չեմ էլ ուզում իրավունքի դաշտում ինչ-որ բան քննարկեմ, որովհետև արդեն 1 տարի է Նիկոլ Փաշինյանը ավտորիտար գործիքակազմը իր ամբողջ թշվառությամբ կամ իր ամբողջ ծավալով օգտագործում է եւ թիրախավորվում են ըստ էության բոլոր կառույցներն ու ինստիտուտները, որոնք իշխանության վերահսկողության տակ չեն։ ԲՀԿ-ի նկատմամբ էլ անուղղակի ճնշումներ կան, ցավոք սրտի, հիշենք Օլիմպիական կոմիտեի շուրջ տեղի ունեցող զարգացումները, որտեղ էլ ակնհայտորեն մի շատ հայտնի իշխանավոր ոչ առանց Նիկոլ Փաշինյանի գիտության, խոսքս Արայիկ Հարությունյանի մասին է,
օգտագործում է պետական լծակները սպորտի եւ միջամտում է սպորտի գործերին, դուք գիտեք, որ օլիմպիական շարժումը ընդհանրապես զերծ պիտի լինի պետական միջամտություններից։ Բացի այդ, հիշում եք երևի 2 օր առաջ մեր Շենգավիթի կառույցներից մեկի նկատմամբ Հա, քաղաքապետարանի կողմից ոտնձգություն եղավ, այսինքն տարբեր ուժերի նկատմամբ տարբեր ճնշումներ կան։ Ես առիթ ունեցել եմ ընդհանրապես ասել, որ իշխանության հրապարակած որևէ ձայնագրության, տեսագրության, հատկապես արդարների դատավարության համատեքստում հրապարակված են հայտնի ձայնագրություններից հետո կեղծված, չեմ հավատում։ Իսկն պետական խոսքի, քննչական, իրավապահ մարմինների խոսքի հավատության մակարդակը այնքան ցածր է, որ ես ուղղակի չեմ հավատում։ Եվ բացի այդ, երկակի ստանդարտներ կան։ Ենթադրենք ապրիորի մի բան ընդունենք, որ ինչ-որ ընդդիմության այդ ընտրակաշառքի գործեր են բացահայտում եւ այլն։ Այդ դեպքում հարց է առաջանում, օրինակ Թալինի ՔՊ-ական քաղաքապետի գործողության մասով էլի բարեգործության արգելքի, ընտրակաշառքի բաղադրիչների մասին մամուլում հրապարակումներ չի ան։ Օրը ցերեկով 11 միլիոն դրամի սոցիալական օգնություններ բաժանել տարբեր մարդկանց։ Բա ինչի էս պարագայում իրավապահ մարմինները գործի չանցան, ավելին ասեմ, վերջին ասուլիսին էի հետևում վարչապետի, փաստացի վարչապետի վերջին ասուլիսին, նա նույնիսկ ուղղակի պաշտպանության տակ վերցրեց այդ Թալինի քաղաքապետին։ Երբ կա երկակի ստանդարտ, իրավունքը դադարում է գոյություն ունենալ, ես գիտեմ, որ դուք նաև իրավաբան եք եւ այս ճշմարտությունը ակնհայտ է եւ միջազգային իրավունքի տեսակետից իրավաբան չլինելով կարծում եմ շատ ճշգրիտ եմ նկարագրում, որ երբ խոսքը երկակի ստանդարտների մասին է, իրավունքը վերջանում է, վերջ։ Այո, պարոն Սուրենյան, կխնդրեի մի քիչ ավելի մանրամասն պարզաբանեք Շենգավիթի դեպքը, որտեղ քաղաքապետարանը հայտարարություններ տարածել, որ իբր թե գովազդային սխալ պաստառներ են փակցված եղել, այսինքն չափանիշներին չհամապատասխանող, քաղաքապետարանը փորձել է իր լիազորություններն իրացնել եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները ծեծի են ենթարկել քաղաքապետարանի աշխատողներին։ Դե ինչպես միշտ իրանց ձեռնտու վերսիայով են ներկայացնում, ուրեմն եկել են, տեսեք, որպիսի շատ չծավալվեն, բայց հասկանաք իշխանության գործողությունների էությունը, իբր ապօրինի պլակատի հետևից եկել են, բայց իբր հետո ընթացքում հայտնաբերել են, որ այդ մեր նախընտրական շտաբը ինչ-որ վիճահարույց օրինական հիմքեր ունեցող տարածքում է գտնվում, տրակտորով այդ տարածքը հավասարացրել են գետնին։ Հիմա սրանից հետո դուք հետևություններ արեք, պլակատի հետևից էին եկել, թե իրանց պատրվակ էր պետք, այդ շտաբը քանդեն, սադրանք կազմակերպեն, հետո ինչ-որ մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում սկսեն, մեր 3-4 հոգու նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, ես չգիտեմ, այդ իրավական մանրամասների մեջ չեմ խորացել, բայց ինչի օրինակ հիշեցին, որ այդ շենքը ապօրինի է հենց այն փուլում, երբ որ դա դարձավ նախընտրական շտաբ, հա, կամ շինությունը։ Էլի այդ նույն երկակի ստանդարտների հետ գործ ունենք։ Պարոն Սուրենյան, Մակրոնը Հայաստանում փաստացի աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին, սա նշանակում է հավանաբար, որ եվրոպական համայնքի թեկնածուն է Նիկոլ Փաշինյանը, դե ավելի վաղ նաև բանն էր Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանն էր աջակցություն հայտնել, Բաքվի տարբեր պաշտոնյաներ եւս աջակցում Նաև փոխնախագահ Վենսը։ Այո, նաև Վենսը, այս բոլորի կողմից կա կոնսենսուս, որ պետք է Նիկոլ Փաշինյանը լինի հաջորդ վարչապետը։ Այս դեպքում արժի ընդհանրապես ընտրություններին մասնակցել, քաղաքացիները գնան ընտրությունների։ Ես ուզում եմ շատ ավելի կոնկրետացնենք ձևակերպումը, այս կամ իրերը կոչենք իրանց անուններով։ Նիկոլ Փաշինյանը Ալիևի երջանիկ վասալն է կամ Ալիևի տեխնացուն, հա։ Իսկ ձեր ասած այդ մյուս սեգմենտները, որ շատ իրավացիորեն նշեցիք այդ Եվրամիության շահախմբերը, հա, Մակրոնի գլխավորությամբ, որ շտապով եկել են Երևան իրենց աջակցությունը Նիկոլ Փաշինյանին հայտնելու, նրանք ըստ էության պաշտպանում են հայ-ադրբեջանական հարաբերություններում
նվաստացուցիչ մոդել որդեգրած Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն նրանց պաշտպանությունը ավելի համապարփակ բնույթ ունի։ Նրանք ըստ էության ոչ միայն ու ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի անձին են պաշտպանում, որքան որ աջակցում են այն մարդու քաղաքականությանը, որը միակողմանի զիջումների մոդել է որդեգրել հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Ավելորդ է ասել, որ Մակրոնի հայտարարությունը ցինիկ հայտարարություն էր, ինչքան էլ որ հիմա իշխանության ներկայացուցիչները պնդեն, որ դա քաղաքական հայտարարություն էր, խնդիր ունի այդ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության հետ, որտեղ որտար երկրյա քաղաքացին իրավունք չունի այստեղ ընտրական որևէ սուբյեկտի քարոզչությամբ զբաղվել, սա մեկ, երկրորդը դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերն են խախտված, երրորդը Մակրոնը շատ մեծ վնաս է տալիս հայ-ֆրանսիական հարաբերություններին եւ ընդհանրապես Արևմուտք-Հայաստան հարաբերություններին, որովհետեւ ակնհայտորեն մեր հասարակությունը Նիկոլ Փաշինյանին նույնացնելու է արևմտյան քաղաքականության հետ եւ այդ պատճառով այդ արևմտյան քաղաքականությունը կամ քաղաքական կուրսը արժեզրկվելու է հայաստանցիների շատ մեծ թվով հայաստանցիների աչքերում։ Հիմա ձեր հարցը բոլոր պարագաներում ընտրությունների պարտադիր պետք է մասնակցել, նույնիսկ եթե ձեր ասած ու բազմաթիվ այլ գործոններ էլ հիմա կարող ենք ավելացնել, ոչ մրցակցային միջավայր են ստեղծում, որովհետև ընտրությունը այնուամենայնիվ շանս է, որի միջոցով պետք է ձգտել փոփոխությունների։ Իդեպ սխալ է կարծիքը, որ ընտրություններով դա ավելի դժվար է անել, քան փողոցով, որտեղ մենք անցած 4-5 տարիներին տեսանք, որ փողոցով էլ բազմաթիվ դժվարություններ կան։ Իսկ ավելի գլոբալ, եթե պատասխանեմ ձեր հարցին, սահմանադրական եւ քաղաքական ամբողջ գործիքակազմը պետք է օգտագործել օր առաջ երկրում փոփոխություն Հունիսի 7-ը Նիկոլ Փաշինյանի իշխանության անցնցում հեռանալու հնարավորություն է։ Եթե այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը դիմի կեղծիքների, ֆալսիֆիկացիաների, դա չի նշանակում ինքը ինչ-որ խնդիր է լուծում։ Իշխանության կայունություն չի լինի։ Եթե նա դիմի կեղծիքների, ունենալու ենք անկայուն իշխանություն, որը շատ կարճ ժամանակ հետո հեռանալու է, բայց դա ուղեկցվելու է ցնցումներով։ Դրա համար մեր հասարակության այս կոչ եմ անում հավատալ ընտրություններով փոփոխությանը, դա ամենաանցնցում տարբերակն է, որը բխում է երկրի լավագույն շահերից եւ ակտիվ մասնակցել ընտրություններին։ Եթե մասնակցությունը 1.300.000 գերազանցի, ոչ մի տրայ կեղծիք, ոչ մի Մակրոնի սրտիկներ կամ Վենսի աջակցություն կամ Ալիևի միջամտություն չեն փրկելու իրավիճակ։ Շատ լավ, պարոն Սուրենյանց, հետևենք պրոցեսներին, քարոզ արշավը դեռ առջևում է, կարծում եմ մենք դեռ առիթ կունենանք քննարկելու։ Մեծ սիրով։ Շնորհակալություն։ Այսօր է գնալու սա